Հայաստանի բնակիչը հիանում է մեր Արարատ սարով, որ Պադուանի դիմացն Արարատ սարը տեսնի, բայց մենք Պադուանը բացելուց վախենում ենք, որ հանգարցարը փլուզվի, գա վրեկը։ Կեսկատակ կեսլուրջ այսպես են իրենց ուզող խնդիրը ներկայացնում արաբեցիները։ Սողանքը եթե մեկ էլ ակտիվանա, մենք էլ կարժանանանք Պողոսյանների ընտանիքի ճակատագրին։ Հիշեցնենք, որ այս տարվա գարնանը սողանքի պատճառով սարը փուլ եկել ու շարժվել էր դեպի համագյուղացի Պողոսյանների տունը, համարյա ծածկելով այն։ Այդ սողանքը Արաբիում շատ ընտանիքների գլխին է պատուհաս դարձել։ Ավայրոնի տուն, իրարից ցավ եղած, պատերը ճակած, բլած, ապրելու ոչ ենթակա։ Ես չեմ ուզում, որ փլուզվի, մեր երեխես էլ մնա փլատակի տակը։ Շատ ցավալի վիճակ է։ Ահ սարսափով վախենալով ամեն մի թփոցից երեխաները վախենում են, դե վերջը ինչքան կարելի է սևի ապրել։ Այժմ կառավարությունը որոշել է հրատապ խնդիրների լուծման ծրագրի շրջանակներում մարզերին տրամադրած գումարից բաժին հանել նաև Շիրակի մարզի Արապի գյուղի սողանքային գոտում գտնվող բնակիչներին։ Արդեն իսկ անցած երկուշաբթի օրը առաջարկություն ներկայացրել ենք կառավարության որոշման նախագծի տեսքով, թե յուրաքանչյուր ընտանիքին ըստ անձերի քանակի եւ ստանալիք բնակարանի սենյակների քանակի ինչքան գումար է հատկացվելու։ Մոտավորապես ասեմ, որ 1 սենյակից մինչև 4 սենյականոց բնակարաններ են ստանալու, այդ 11 ընտանիքները մոտավորապես 2.5-ից 4.5 միլիոն դրամ գումարի սահմաններում է լինելու։ 4 միլիոն դրամով հնարավոր է ինչ-որ մի բնակարան գնել։ Ես չեմ կարծում, որ հեշտ կեղնի այդ չափի գումարով տուն գտնել, ու դիք սաղին է պարզ երևի, որ մեր երկրի մեջ է, դեն բոլե մեր գյուղում այդքան էժան չեն տներ նորես այդ գումարի չափով տուն գտնիմ ու կրանամ իմ ընտանիքս ապահովի այդ տան մեջ։ Դրան պելուս ես տնտեսություն ունիմ ու ես չգիտեմ, ես մինակ տան հարցը չես տեղես, եթե տունն էլ գտնիմ այդ մեծ սենյակ կամ 2 սենյականոց, ես իմ տնտեսություն սուր թողնամ մեր տան։ Եթե բնակիչները հրաժարվեն կառավարության աջակցությունից, պետությունը միևնույն է իր պարտքը կատարած է համարելու նրանց նկատմամբ։ Արաբեցիներից ոմանց համար այս ծրագիրը փրկություն, ոմանց համար էլ հարցի ոչ իրատեսական լուծում է։ Այնուամենայնիվ գյուղացիներից շատերը դժգոհում են, որ իրենք էլ ընդգրկված չեն այս ծրագրում։ Տարին մի քանի անգամ տանս պատերի միջև առաջ եկած ճեղքերն են փորձում փակել, բայց դա չի հաջողվում։ Բացի սողանքի վտանգից տան տակով էլ սարից եկող ջուրն է հոսում, բարձրաձայնում է Ռոբերտ Մարտիրոսյանը։ Իշքան ես կծեփեմ նորից ճեկերը կբացվի, դարել է սետկա։ Ասպես սաղ ճեկերը այդպես կերտա բադի հետ։ Ես չեմ հասկնա, ջուրը դագից կերտա տունը գնացի, բայց երրորդ կարգ է։ Կռա այսօր սողա, կամ տարի մեդև սողա, կամ ամիս մեդև սողա, չենք կրասե։ Կռա երկուն սողա։ 7 անց տունը կաբրին, մատղաշ երեխեք են, 3 երեխա կա, այդ երեխան սես գիշեր ինչ են եմ։ Այս ջրերի հարցով շատ անհանգիստ ենք, աղջիկ ջան, իմ մասին չեմ մտածել, 3 կանչապահ երեխա, աջող ընտանիք, ուր տանիմ, տեստաներից այս ջրերից ուր փախնենք մենք։ Արաբին գտնվում է սողանքային գոտում եւ 11 ընտանիքներին աջակցելով խնդիրը հիմնովին չի լուծվի։ Վտանգը ամբողջ գյուղին է սպառնում եւ հարկավոր է ոչ թե մարդկանց տարհանել, այլ գալիք վտանգի առաջն առնել։ Մեկ տարբերակ արաբեցին ունի, մյուսը մնում է պատասխանատուին։ Եթե հնարավոր է գոնե սարը մաքրեն, էլի թող բնակարան չհատկացնեն։ Այս պահին հագասողանքային միջոցառումներ իրականացնելու համար գումարներ չեն հատկացվել եւ ասեմ, որ դա բավականին մեծ գումարներ են իրենց ներկայացնում եւ ավելի ճիշտ կլինի տարհանել բնակիչներին, քան հագասողանքային միջոցառումներ իրականացնել։ Ալա Բաղդասարյան, Խաչատուր Գևորգյան, Ազդարար։